Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Սյունիքում ու Գեղարքունիքում հաստատված մեր հայրենակիցները իրենց գործը շարունակեն կամ նոր գործ դնեն, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը կրկին մեկնարկել է տնտեսական բարեկեցության ու կենսունակության բարելավում ծրագիրը։ Գաղափարները մեծ հաշվով բաց են, բայց պետք է ուղղված լինեն ընտանիքին կամ անհատին որոշակի եկամտի աղբյուրի ապահովման գործունեությանն ենք փորձելու աջակցել, այսինքն դա բիզնես պետք է լինի որոշակի առումով։ Ծրագիրը կաջակցի երկու բաղադրիչով, ովքեր այնտեղ զբաղվել են արհեստով կամ արվեստով, սակայն հիմա չունեն գործիք ու սարքավորում, կստանան մինչև 250,000 դրամ օժանդակություն։ Օրինակ, վարսահարդարը կարող է ձեռք բերել ֆեն ու սանր, փայտագործը սղոց ու հաստոց, հրուշակագործը հարիչ ու ջեռոց, այսինքն ով ինչի կարիք ունի։ Կարող են լինել մարդիկ, ովքեր ունեն գաղափարներ եւ ուզում են վերածել գաղափարը բիզնեսի, եւ կարող են լինել մարդիկ, ովքեր արդեն այստեղ որոշակի գործունեություն ծավալել են, այսինքն կամ գոնե ունեն տվյալ գործունեության ոլորտի ուսումնասիրություն, թե Հայաստանում դա ինչպես է աշխատում այդ գործունեության ոլորտը։ Շահառուներին ընտրում են համայնքապետարանների միջոցով, յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպում են, հասկանում կարիքներն ու նախասիրությունները։ Ծրագրային մյուս աջակցությունը վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն է, շահառուն կմարին միայն մայր գումարը, իսկ երկրորդ փուլում կստանա դրամաշնոր արդեն գործող բիզնեսն առաջ տանելու համար։ Վարկը, ասեցի, 0%-ով է տրվում եւ ժամկետը որոշվում է ըստ գործունեության բնույթի։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա, որ մեր հայրենակիցները տեղափոխվելով Հայաստան չունեն գույք, որ կարողանան գրավադրեն կամ ունեն երաշխավորների խնդիր, այդպիսի խնդիրներ են առաջանում։ Առաջանում է նաեւ այլ խնդիր, որ իրենք այնտեղ ունեցել են վատ վարկային պատմություն։ Սա այս ամենը ճշտվում է միկրովարկային կազմակերպության կողմից, բայց մենք կարողանում ենք համագործակցել տվյալ կազմակերպության հետ լուծումներ գտնելու նպատակով։ Իդեպ, եթե շահառուն գրավի առարկա կամ երաշխավոր չգտնի, հատկացվող դրամաշնորհային կապիտալը կդրվի որպես գրավ վարկ տվող կազմակերպությունում։ Վարկային պարտավորությունը ժամանակին կատարելուց հետո այն կվերադարձվի շահառուին։ Ծրագիրը իրականացնում ենք Գալուստ Գուլբենկյան հիմնադրամի եւ Սուրբ Սարգիս բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաեւ ծրագրի փոքր կոմպոնենտին, որը վերաբերվում է գործիքներ տրամադրելուն, աջակցում է Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում իր կողմից կազմակերպված բարեգործական ընթրիքի միջոցով հավաքագրված գումարներով։ Դոնորների հետ բիզնես նախագծերը կհամաֆինանսավորի Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, հայտերի լրացման վերջնաժամկետը մարտի 16-ն է։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդգար Դավթյան, լուրեր։